Հենց արդեն կամերաս վերցրել եմ, կանեմ հանգիստ նկարեմ ու բարև ժողովուրդ ջան, ես էլ մեր մոտ նորից առավոտը բացվել ու ես պետք է գնամ աշխատեմ, որովհետև գյուղապետը ասում է, որ ես շատ վատ եմ աշխատում ու դաժե կարող է սանսվել մեր աշխատավարձը չտա, որովհետև դուք էլ շատ լավ գիտեք, որ ես քիչ եմ աշխատում ընդհանրապես, ինչպես վերցնում եմ մատիգան, գազարը, սերմերը, կարտոֆիլը ու գնում ենք ֆերման ցանելու։ Իզոլայքը դնում ես բովնորդագրվում ես ալեքին, որովհետև այս վիզան դուք չգիտեմ երբ տեսնեք, մեզ մնում ընդամենը 47 հոգի, որ հասնենք 1000 բովնորդ էտի շատ լավ է իհարկե։ Եկեք գնանք տենանք գյուղապետը որտեղ է, ստեղ չի։ Լավ, ինչևէ, եկեք հենց հիմա գնանք մեր ֆերմաները հավաքենք, բայց որ ֆերմից սկսենք։ Մատ գյուղապետին ուզում եմ տենամ, էլի։ Ասում ինքը խի մեր աշխատավարձը չի ուզում տա, որտեղ մեր աշխատավարձը ստանալու օրն է այսօր։ Հեսա տենանք ու որտեղ է, հեսա գյուղապետը։ Գյուղապետ հələ մի վարքին կկանգնես, մատ բան ունեմ քո հետ խոսալու։ Գյուղապետ կանգնի։ Էսու՞ր ես տենց վազում։ Կրեքսունաման ուշադրություն, մեր գյուղի ամբողջ կլանը, այսինքն իզմրուտները, ալմազները, ոսկիները, մի խոսքով բոլորը գողացել են, չկա, չեմ կարող աշխատավարձամ, հիմա դուրս եմ եկել, ման եմ գալի ես իրաց։ Գյուղապետ, ինչ ես խոսում, ես քեզ չեմ հավատում։ Դու հաստատ նորից ինչ-որ մի հատ պատճառ ես բռնում, որ մեր փողերը չտաս։ Դու հաստատ մեզ նորից խաբում ես։ Եկի լավ ժողովուրդ ջան, գնանք մենք ապահովության համար մեր ֆերմաները հավաքենք, որ խոսքի չհասցի, էլի դու չես հավաքում ֆերմաները փողի հետևից ես ընկած։ Դրա համար եկի գնանք մեր ֆերմաները մեր համար հավաքենք, որ խոսքի վերջում ինք չկայնա մեզ բան ասել, ասի օրինակ դու ֆերմաները ո՞տ ես հավաքում, ու ես այդ ժամանակ իրենք ասեմ, որ դու աշխատավարձ չես տալիս, բայց ես մեկը էլի հավաքում եմ։ Եկել էին այդստեղ կանգնելա ու մի խոսքով ասում է, չէ, ինքը ուզում է մեր վրա մի բան բռնի, որ մեր փողերը չտա։ Գյուղապետ մեկը ինչ ուզում ես ասա, ես քեզ չեմ հավատում, ոնց կրան մեր գյուղի ամբողջ ոսկիները, ալմազները, իզումրուտները գողանան։ Էդի գիտես ինչ ահռելի բան է, իրանք այդքանը հաստատ չէին կարա գողանային։ Այն էլ ով պետքա գողանա, ես չեմ հավատում, մի խոսքով այսօր մեր աշխատավարձը տաս։ Ես գուշտացրեցի քեզ, նայ ես աշխատում եմ էլի սենց թենենց, ես են գործի տերն եմ։ Աշխատում ենք նորից մեր համար։ Գյուղապետ, ինչ ես կանգնել, ինչ ես ուզում ինձանից։ Լավ, եկեք հլը գնանք լվանանք ջր հորի մոտ ես մեր սերմերը ու տանենք դնենք սլատում։ Ունի ինչ կիղտոտ է այսօրվա սերմերը, եկեք մատ նորմալ լվանանք ու մի վարքյան չհասկացես ինչա գտնվում գետնի տակ ու ոսկիները, արա ես ինչա գտնվում գետնի տակ։ Ես հենց հիմա պետքա մտնամ ստեղ մի անգամից։ Հլը մի վարքյան։ Իմ հետ եկեք գնանք իմ տուն, հլը վերցնենք այս ամեն ինչը գցենք տեղը։ Ուրա լավ եկեք հլը գնանք առանց գցելու, խառնվա իրար ես մի անգամից, որտեվ իսկ ինչա կա, ոչ մեկի չեմ ասում հլը, որ մտնեմ ինչա ես մենակով պետք է այս ամեն ինչը բացահայտեմ ու վсё, մտնում ենք ներքև իջնենք, տենանք ներքև ինչա կատարվում։ Արդեն ես իջա ներքև ու մի վարքյան չհասկացա, դու ով ես։ Ոնց կալեցան դոստա, մտնես։ Հենց հիմա ասում ես ով է, թե չնայի ես քեզ կսպանեմ իմ մատիգայով։ Այնպես որ պիտի աղալակ խոստովանես, թե դու ով ես, ինչ ես անում ընդհանրապես մեր գյուղի ջրհորի մեջ, էլի։ Այդ հարցին պատասխանի։ Որ ճիշտ ասեմ, ես բան չես անի։ Չէ, բան չեմ անի։ Ես գողացել եմ ձեր գյուղի սաղ իզումրուտները, բայց ոչ մեկին չասես։ Հա, ոչ մեկին չեմ ասի, հաստատ չեմ ասի։ Հեսա հենց հիմա քեզ ես կխփեմ, մատիգավ կսպանեմ, ուրա իզումրու Փաստորեն գյուղապետը ճիշտ էր ասում, որ գողացել են այդ ամեն ինչը։ Եղավ, դու հենց հիմա կպատժվես, նայ սա քեզ ինչ եմ անելու, մատիգավ խփելու եմ, սպանեմ քեզ։ Լավ գյուղացի, քեզ հասկացանք, լավ։ Դե ինչ ասեմ, վերջին խոսքն ես։ Հա, ունեմ։ Դու արդեն օգտագործեցի քո վերջի խոսքի հնարավորությունը, ինձ որ հաջողություն քեզ։ Դու ընդհանրապես մեր գյուղից ես, ես իմ որ գյուղից ես, դու ոնց ես կարեցե մտնես։ Այս մասը ոչ մեկ չի իմանա, գյուղապետին կխափեմ, կասեմ, որ չգիտեմ, գտել եմ ինչ-որ ջրհորի տակից, հենց տեղից կասեմ գտել եմ, բայց այդ վաղ մարդ չի եղել ստեղ, որտեվ չեմ ուզում իմանա, որ այստեղ մարդ եմ սպանի ու գյուղապետ չհասկացա, դու ինչ գործ ունես ստեղ։ Ինչ ես անում ընդհանրապես։ Ճիշտ ասած, ես տեսա, որ նա մտանջարան ուզում հարցնամ, ինչ ես անում ջրհորի մեջ, դու ընդհանրապես։ Սա որ ստուց կարինամ հլնեմ, քեզ կպատասխանեմ ինչ եմ անում ստեղ ընդհանրապես, բայց սենց է կարանք հելնենք ու ուշադրություն։ Մի խոսքով այս գետնի մեր ջրհորի տակ գտնվում է մեր գյուղի ամբողջ հարստությունը։ Կաներես ինձ գյուղապետ ջան, որ ես քեզ չէի հավատում։ Մի խոսքով, հա, ինչ-որ մեկը թալենել է, բայց չգիտենք ով է թալենի, առաջարկում ես հարցը հենց սենց թողենք, ոչ մեղավորների չուզենանք բարձենք, որովհետև գտել են կարևորը, չէ։ Չէ, ես ապա հիմա պետք է գտնեմ իրաց։
Չէ, նայ, գյուղապետներ չէ լավ, եթե իմ բավոնորդները այս վիդեոն լայք են ու բավոնորդագրվեն, իրենց в общем չեն կուզենա գտնենք, չէ՞ ով արել։ Դու հա, տես կարեք։ Եղավ դե ինչ ասեմ, հաջողություն գյուղապետ ջան, իմ աշխատավարձն ես վաղ կգամ քեզից կվերցնեմ, այսօր պետք չի, ես արդեն դե գնամ հանգստանամ էլի վսոտկի ու հայրս լսեցիք, չէ՞ ինչ ասես դուք լայքը դրեք անպայման բավոնորդագրվեք Ալեքին, որ գյուղապետը չպարզի թե չէ պարզուլա որ ես եմ սպանել այդ գյուղացուն չգիտեմ ու իմ համար վատ լինի։ Դե ինչ բոլորին պակա-պակա